աշխատանքը ինչպես է գնահատում։ Ինչ ասեմ, ոչ շփում եմ հետները, ոչինչ։ Ոչինչ էլի, հարմար։ Իսկ այն բռնությունները, որ գործադրում են, Շատ վատ է, շատ։ Դա անելու բան չի էլի։ Ճիշտ ասած, ոստիկանների հետ այդքան չեմ առնչվել։ Կողքից տեսնում, որ աշխատում են նորմալ ամեն ինչ, շատ եմ լսել, որ ծեծում են, բռնի ուժ են գործադրում, քաղաքացիների նկատմամբ բոլոր դեպքերում մարդուն խոսքով պիտի հասկացնես, ոչ թե ծեծով, դա ավելի է գազազացնում։ Ավելի լավ է սիրով, ջերմությամբ, խոսքով, կիրթ ձևով։ Տիկին նախարար, խնդրում եմ այնպես արեք, որ ոչ ժողովուրդը դուժի, ոչ ոստիկանները։ Խաղաղություն լինի, բարություն սեր լինի ժողովրդի մեջ։ Իրար նկատմամբ զիջող լինեն, համբերատար։ Այդ է մեր ուզածը։ Գիտեք, ես այդքան շատ չեմ շփվում, քաղաք դուրս չեմ գալի, բայց ինչքան որ նայում եմ, ոչինչ կարելի է լավ գնահատել։ Այդքան վատ չի մեր ոստիկանության աշխատողը։ Ուղղակի չգիտես ինչի մարդիկ լավ չեն ընդունում, չգիտեմ։ Ուրիշ երկրներ թող նայեն, թե ոստիկանները ինչեր են անում։ Հետո մեր ոստիկանների համատենք հասկանան, որ մեր մոտ շատ համեստ են մեր ոստիկանները։ Բռնություն գործադրելը դա միանշանակ ես չեմ ընդունում, չի կարելի։ Մանավանդ անչափահասի նկատմամբ։ Անչափահասին էլ ինչ որտեղ կարելի է խոսքով բացատրել, հասկացնել եւ անչափահասն էլ ինձ կհասկանա։ Չի կարելի միանգամից ագրեսիվորեն ինչ որ մոտենալ հարցին։ Հարգելի ոստիկաններ, ինչ դեպք էլ որ լինի, ինչ պարագայում էլ որ գտնվեք, աշխատեք, որ միանգամից ագրեսիվ մոտեցում չցուցաբերեք, ամեն ինչը հանգիստ պայմաններով անեք, բացատրելով անեք, հասկացնելով։ Ինձ թվում է մարդը հասկացող, խոսացող մարդուն կհասկանա, անասուն չի, որ միանգամից հասնես ու ճիպոտես կամ բան։ Ամեն ինչը կարելի է երկկողմանի իրար հետ խոսել, բացատրել, հասկանալ։ Վերջին շրջանում ես չէի ասի տենց շատ լավ է, կարգ ու կանոնի վերաբերյալ ավելի աշխատել է պետք, բայց որպես ուղղակի պետության տեսանկյունից մի 50%-ով լավ է, բայց ահագին աշխատելու տեղ կա, էլի։ Ինձ մի քանի անգամ ձերբակալել են, բայց նույն օրն է բաց են թողել։ ինչի համար։ Անկարգությունների։ Ցույցերի եք մասնակցել։ Չէ, մենակով անկարգություն եմ արել։ Ոստիկանության աշխատանքը ինչպես է գնահատում։ Գերազանց։ Առանց հեգնանքի շատ բան է փոխվել, ես հին սերնդի ներկայացուցիչ եմ, ամեն ինչը շատ լավ է, նորմալ են իրանք, ամեն ինչը անցյալում է մնացել։ Եթե հաշվի առնենք այս վերջին դեպքերը, որ ագրեսիա են բանանում, ցուցաբերում, դա այո ճիշտ չի, որովհետև մենք որպես ազգել բոլորս ինչ որ չափով տաքարյուն ենք ու parza եթե կապ չունի որ ոստիկանա կամ այլ ինչ որ դիրք զբաղեցնող մարդ, եթե ագրեսիվ են առաջ գալիս, քաղաքացիներ ագրեսիվը պատասխանում, բայց այսօր յուրաքանչյուրին էլ եթե մոտենաս մի բան խնդրելով ասես կամ թեկուզ մի թեթև ժպիտով կամ ինչ որ հանգիստ, հաստատ մարդիկ ավելի միտված կլինեն լսելու, ենթարկվելու ու դա տակտիկա է, իսկ մենք հայերս ցավոք սրտի հայտնի ենք տակտիկա չունենալով, հենց թեկուզ քաղաքականության մեջ, հուսով եմ շատ չխորացա, բայց դա ճիշտն է, եւ հուսով եմ այդ տակտիկան կառաջանա մեր մեջ կամ կզարգանա։ Եթե համեմատենք 18-ը հիմա, 2018-ը, մարդիկ ավելացել են, քաղաք եկած մարդիկ են ավելացել, թրաֆիկը շատացել է ու ոնց որ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում մի փողոց փակելը, քան առաջ էր, ուսանողությունն է շատացել ու միգուցե դա է պատճառը, որ ոստիկանությունն էլ ավելի ակտիվ ինչ որ գործողություններ է ձեռնարկում, եթե պետության օգտին փակվում է նույն փողոցները կամ ավելին ու պետությունը ոչինչ չի անում, ու երբ որ մարդկանց օգտին է արդեն մի բան անում է, դա շատ պարզ տարբերություն է ու էդ էլ արդար չի ու էդ էլ ճիշտ չի։ Այսինքն եթե 2025-ին մենք շատ ենք ու հարմարությունը արդեն շատ ավելի քչանում է, երբ որ փողոց է փակվում, այդ դեպքում պետք է այդ նույն փողոցը թե պետության օգտին չփակվի եւ թե պետության վնասին։ Իսկ եթե մի դեպքում փակվում է, ուրեմն հակառակ դեպքում էլ պետք է փակվի։ Այսինքն առանց մարդկանց մեզ պետություն չկա։ Իսկ առանց պետության իրականում պետությունը մենք ենք, մենք կարանք տենց առանց լիդերի էլ ապրենք, ճիշտ է մի քիչ անորոշ վիճակ կլինի, բայց էլի կլինի, ու պետությունը թող այդ իրականում հաշվի առնի, էլի էլիտեն, այդ էլիտական այդ մասան, պետք է մտածեմ, որ այդպես չի, էլի, որ եթե իրանք աթոռի են նստած կամ ինչ-որ դիրք ունեն, ուրեմն էդ է, որովհետև ցանկացած մարդ շատ հանգիստ ու արագ ձևերով կարա ինչ-որ աթոռից ընկնի, ու այն աթոռ չունեցողն էլ կարա հայտնվի աթոռում, այնպես որ ձեզ այդքան էլ պինդ դիրքերում մի կարծեք։